գումար նստեց, երկու անգամ է նստել ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ թվեր են, դրա համար չգիտեմ ինչ տրամաբանությամբ են այդ թվերը, բայց գումարային դեկտեմբեր ամսին երկուսը իրար հետ շուրջ 3 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը 2021-ից է ազգային ժողովի падգամավոր։ Ամեն տարի ասում է, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստանում են, բայց աշխատավարձը 5 անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար պնդում էր չի եղել։ Երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են падգամավորներ, որ ազգային ժողովի քարտուղարությունից փորձել են ճշտել։ Ինչ փող է դա։ Ասել են բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել ու ուղղել падգամավորներին։ Մեր մոտ անգամ падգամավոր է եղել, որ զանգել է բանկ, ասել է տարօրինակ գումարա փոխանցում է, կսպասի բան չանեք, էլի ինչ որ միջոցներ ձեռք չառնեք, մի հատ հասկանամ ինչ գումար է։ Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Փաշինյանի իշխանությունը այս տարի էլ թոշակները չավելացրեց, չբարձրացրեց նվազագույն աշխատավարձը, աղքատության գործազրկության մակարդակը խոստացածի չափ չնվազեցրեց, բայց Ալեն Սիմոնյանը մի քանի ամսից լիազորությունները ավարտող խորհրդարանին որոշեց այս տարի 2 անգամ պարգևատրել։ Գումարը հատկացվել է թե падգամավորներին, թե խորհրդարանի պետական ծառայողներին եւ աշխատողներին։ Մի դեպքում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով խրախուսման մյուս կարգադրության հիմքում պարգևատրումների նպատակով բյուջետային վերաբաշխման մասին կառավարության որոշումն է։ Ըստ տարեվերջի այդ որոշման ազգային ժողովին պարգևատրումներ խրախուսումների համար ավելի քան 545 միլիոն դրամ է հատկացվել։ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք 2024-ի դեկտեմբերին падգամավորները մեկ անգամ են ստացել պարգևատրում։ 8-րդ գումարման ազգային ժողովի պատմության մեջ ըստ հրապարակված փաստաթղթերի մեկ էլ 2023-ն է падգամավորների համար եղել այդքան առատ։ Մյուս տարիներին Ամանորից առաջ պարգևատրում մեկ անգամ են ստացել։ Թե ազգային ժողովում բաժանված պարգևատրումների վրա ինչքան գումար է ծախսվել, խորհրդարանից հրաժարվում են հրապարակել։ Չնայած օրինակ 2022-ին անկախության տոնի առիթով տրված պարգևավճարների գումարը բացահայտել էին։ Ընդդիմադիր падգամավորի հրապարակած այսօրվա թիվը մոտ 3 միլիոն դրամը, եթե բազմապատկում ենք падգամավորների թվով 107-ով, ստացվում է, որ տարեվերջին մոտ 300 միլիոն դրամ կամ $800,000 միայն օրենսդիրներն են ստացել։ Ազգային ժողովի նախագահի կարգադրության մեջ բացակայում են հավելվածները։ Ազատությունը խորհրդարանի խոսնակին հարցմամբ խնդրել էր տրամադրել հավելվածները, որոնց ծանոթանալով պարզ կդառնար նաև պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքան է կազմել, ինչ դրույքաչափով են հաշվարկել, աշխատավարձի չափով դրանից ավելի թե պակաս, քանի որ падգամավորներից բացի աշխատակիցները եւս դրամական կրկնակի խրախուսումներ են ստացել։ Իսկ խորհրդարանի աշխատակազմը տարբեր հրապարակումների համաձայն մի քանի 100 հոգուց է բաղկացած։ Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը, դա հիմնավորելով աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությամբ։ Ազգային ժողովի իշխանական падգամավորներից էինք ուզում ճշտել, արդյոք հետաքրքրվել են 3 միլիոնը ինչպես է գոյացել ու ինչու այս տարի կրկնակի խրախուսանք ստացան։ Մեկ տասնյակից ավելի падգամավորներ կամ զանգերն անարձագանք թողեցին կամ չցանկացան այս թեմայով տալ մեկնաբանություն։ Նախկին լրագրող Էմմա Պալյանը նաև խորհուրդ տվեց հիմք ընդունել աշխատակազմի հայտարարությունը։ Իսկ աշխատակազմը, ինչպես արդեն նշեցի, լույս չի սփռում, ինչպես են գոյացել падգամավորների ստացած մոտ 3 միլիոնները։ Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե իր հարկերից գոյացած միջոցները որքանով արդարացի են ծախսվում, որքանով իսկապես նպատակային են ծախսվում։ Մյուս կողմից ազգային ժողովը, որպես օրենսդիրմանում, պարտավոր է լինել բաց եւ հաշվետու հարկատուների առջև եւ այն հանգամանքը, որ իրենք ընդհանրապես մերժել են որևէ տեղեկատվություն տալ այս պարգևատրման գործընթացի վերաբերյալ, թե ընդհանուր թվի մասին, թե տրամադրված յուրաքանչյուր պարգևավճարի մասին, իմ կարծիքով խախտում է օրենքը։ Ազգային ժողովի հիմնավորումը թե աշխատողների անձնական տվյալներն է պաշտպանում, համոզիչ չէ ինֆորմացիայի ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Շուշան Դոյդոյանի համար։ 2019-ի համանման մի իրավիճակ է հիշում,
քաղաքապետարանում բաժանված պարգևավճարների դեպքով։ Միայն Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության միջամտությունից հետո են կարողացել ստանալ իրենց պահանջած տեղեկությունները, այն էլ մասնակի։ Քաղաքապետին ենք դիմել մի քանի տարի առաջ քաղաքապետի կարգադրությունները ստանալու խնդրանքով, որոնց հիման վրա պարգևատրվում էին ստացել նաև քաղաքապետարանի աշխատակիցները։ Եվ քաղաքապետարանը նույն հիմնավորմամբ մեզ մերժել էր, եւ մենք սկսեցինք վիճարկման գործընթաց, դիմելով անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։ Եվ գործակալությունը տվեց շատ հիմնավոր համակողմանի որոշում, հաստատելով այն, որ քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը եւ յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելը չի հակասում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններից պնդում են, թե իրենց պարգևավճարները ուղղելու են բարեգործության։